Չալաբյան, կխնդրենք հիշեցնեք, որքան ժամանակ է, որ պարոն Չալաբյանը կալանքում է գտնվում, վերջին անգամ երբ եք խոսել, ինչ դրամատրություն է, ինչ վիճակ։ Ավետիքը կալանքում գտնվում է արդեն իմ հաշվարկով կարծեմ արդեն 50 օր, այսինքն արդեն մոտենում է 2 ամիսը, 2 ամիսը լրանում է, ինչպես արդեն ասացին իմ գործընկերները, օգոստոսի 24-ին։ Իր հետ շփումը դե երևի նշվեց, լսեցիք, ամբողջությամբ սահմանափակված է, մենք իրեն տեսակցելու հնարավորություն չունենք ցավոք սրտի, ոչ ընտանիքը, ոչ նույնիսկ պատգամավորները կարող են իրեն տեսնել, այսինքն իր հետ շփումը միայն կամ փաստաբաններն են իր հետ, ասենք, հանդիպումները քրեական գործի մասով կամ իմ հետ հեռախոսի կապը այնց օրական մի քանի րոպե իրենց տաքսոֆոններով այսպես կոչված բանտում, որից օգտվում են պատկերացնենք 4 հոգի 4 հատ հեռախոսից 31 մարդ հերթականված, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների հետ խոսել։ Մենք խոսում ենք օրական 4-5 րոպե, որպեսզի հասկանանք առողջական վիճակ, ինչ որ ընթացիկ նորություններ, կենցաղային հարցեր, այնտեղ հանձնողներ, բան այդպես։ Բայց առողջական խնդիրներ Ինքը առողջական, տեսեք, ինքը հետազոտություններ է անցնում, հա ինքը ունի առողջական խնդիրներ, որը անդադ հսկողության տակ է սրտաբանական թեմաներով, չեմ ուզում այդ մանրամասները ստեղ պատմել, բայց ամեն այս պայդրությամբ ոնց որ թե շատ խիստ բաներ չունենք խնդիրներ, հա, բայց ինքը պետք է անդադ հսկողության տակ լինի, անալիզներ հանձնի, որոշակի պրոցեդուրաներ անցնում, այսինքն այդ բանտը բան չի էլի, վերջի սանատորիա չի այսպես ասած, իր համար ու ցանկացած մարդու համար ընդհանրապես կալանքում գտնվել է, երբ որ ուչես գործել որևէ լուրջ հանցագործություն, լրիվ անտեղին փորձառություն։ Արմավիր քրեակատորական քիմնարկում, ինքը այնտեղ է եղել նաև 4 տարի առաջ, ու պայմանները, որ պատկերացնենք 12 մետր սենյակում գտնվում են 4 հոգի մարդ։ Այդ 4 հոգին այդտեղ գտնվում են օրը 24 ժամ, իրենք ընդհանրապես մի ժամվա զբոսանքում է, որը կարող են այդ խցից դուրս գալ եւ այդ զանգ անել միաժամանակին զանգել եւ ինչ որ փոքր տարածք ունեն, որտեղ զբոսնում են, սպորտով զբաղվելու հնարավորություն կա չկա, բայց այդ մի տարածքում իրենք գտնվում են անդադ, իրենց բացի մնացած բոլորը ծխում են, որ պատկերացնեք ինչ վիճակ է, ասենք այդ խցում տիրող ու բանտը լիքն է իր պատմելով եւ քաղաքաբանտարկելներ շատ կան քաղաքական կալանավորներ, հա, նոր խցում հայտնի են ինքերը։ Չէ, սովորական այլ հանցագործությունների համար այս ամենի այսպես եզրահանգումը ինչպես եք տեսնում եւ ինչ ակնկալի կընդհանրապես դատական համակարգից առաջիկայում մակագրվելու եք արդեն դատականությունը մեկնարկելու կանխատեսում որ գոնե այլ խափանման Մենք իհարկե շատ հույս ունենք, որ խափանման միջոցը կփոխվի։ Փաստացի նախաքննությունը վերջացել է, ինչ որ պետք է անեին այդ նախաքննության ժամանակ, իմ իմանալով առանձնապես ոչինչ չեն արել, արդեն վերջացել է, ոչ մի քննչական գործողություն չկա, ու ոչ մի պատճառ չկա, թե ինչի ինքը արդեն դատաքննության ժամանակ պետք է լինի կալանքում։ Ինքը ոչ մի միջավայր փորձել է ինչ որ երկրից հեռանա, ինչ որ մարդկանց չգիտեմ վրա ազդի, գործի մասով, այսինքն որևէ հիմք չկա իրավական, որպես ինքը ունենա կալանքում։ Իրավական տեսակետից այդ կալանքը ընդհանրապես սկզբից էլ չկտրի, բայց հիմա հույս ունեմ, որ գոնե կփոխվի, որ ինքը կալանքից դուրս գա։ Իսկ ինչպես պետք է այս ամբողջը հանգուցալուծվի, գիտեք, իմ մոտ այն տպավորությունն է, որ մարդկանց այսպես ինչ որ հերթափոխերով 2-3 ամսով տանում են բանտ, հետո հաջորդ բանն է գալիս, այսպես ասած հերթն է գալիս, հաջորդ շարքն է գալիս մարդկանց, այսպես բաց են թողնում, գործերը ձգվում են, գործերը դատարանում գնալով, այսինքն որպես կանոն, հետո ամբողջությամբ այդ մարդին կամ արդարացվում են կամ ամբողջ գործը փլվում է, այսինքն ի սկզբանե այդ դատական գործը, այդ քրեական գործը որ բացում է, ինքը անհիմն, ասենք այդ գործերի շարան է։ Մանավանդ ընտրություններից հետո այդպիսի գործերի քանակությունը իրականում շատ մեծ է։ Տիկին Ադամյան, ձեր ես ճիշտ եմ հիշում, որ խուզարկել էին եւ ինչ էին հայտնաբերել, ինչ էին տարել իրենց հետ եւ եթե ինչ-որ բան տարել են արսան վերադարձրել։ Իրենք ճիշտ ասած մեր տունը խուզարկեցին, երեխաներին զարթնացրեցին, մտանացենյակները նայեցին, այդ ամբողջ խուզարկությունից հետո իրանք վերցրեցին մի հատ ավետիքի հեռախոս։ Հա, այսինքն ես նույնիսկ չեմ կարծում իրենք ինչ-որ բան փնտրում էին, որպես այդպեսին, այնտեղ նպատակներ գալ, այդ ցուցադրել այդ խուզարկությունը ավետիքին ձեռնարկել։